Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերի թերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Սոր հայ ժողովրդի մոտ զորավար Անդրանիկ Օզանյանին ծննդյան օրն է, Մարտունիում քանդվալա հայրենական պատերազմի Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակի նվիրված հուշահամալիրը, Կոստանդնուպոլսա պատրիարք ու հայագետ գիտնական Մաղաքիա Օրմանյան, սենսացիոն պնդումներ Պորտասարաշուրջ, ապի վերլուծությունը նոր հարցեր առաջացնում։ Հայաստանապատմություն գրքաշարի Ղարադաղ հատորի շնորհանդես Ռաֆիկ Քորթոշյան, Արցախահարցը պատմության լույսի ներքո ինչ են պնդում հեղինակները, ջավախքահուշարձանները արդեն հասանելի առցանց քարտեզում Ռաֆիկ Քորթոշյան, լուրջ պատճառթախե երիցուկը պիտինի յուրաքանչյուրի տանը։ Սոր նշվում է Հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գործիչ մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան տարեդարձը։ Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թվականին Շապին Կարահիսարում։ Ինքը սաղ կյանքը նվիրալ է հայրենիքապաշտպանությանը ու հայ ժողովրդի ազատության պայքարին։ Զորավար Անդրանիկը գլխավորել է մխելամարտեր, դառնալով ազգային դիմադրության խորհրդանիշ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ինքը կազմակերպել ու առաջնորդել է հայկական կամավորական ջոկատների մեծ դեր ունենալով հայկական բնակչության պաշտպանության գործում։ Յուրան անունու սերտորեն կապված է հերոսության, անձնազոհության ու ազգային արժանապատվության հետ։ Սոր տարբեր համայնքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվում հարգանքի տուրք մատուցելով մեծ զորավարի հիշատակին։ Բաքուն շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել արցախահայկական մշակութային ու պատմական ժառանգությունը։ Արցախամարտունի քաղաքում լրիվ ավիրվալա հուշահամալիրը վերին նվիրված էր հայրենական մեծ պատերազմի Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Սրա մասին ֆեյսբուքյան հյուրանեջումը կիրել է սոցցանցի օգտատեր Արտակ Մկրտչյանը հրապարակելով լուսանկարներ։ Ականավոր աստվածաբան ու պատմաբան Մաղաքիա Օրմանյանը ծնվել է 1841 թվականին Կոստանդնուպոլսում, Սվերալ է Հռոմում, մասնակցել է Վատիկանի առաջին ժողովին, բայց հետագայում հրաժարվել է կաթոլիկությունից ու ծառայել է հայ առաքելական եկեղեցում։ Ինքը ելել է Կարինա առաջնորդ, հետո 1896-ից 1900 թվականներին Կոստանդնուպոլսա պատրիարք։ Օրմանյանը մեծ դեր ունեցել հայկական հարցի ձևավորման գործում ու հեղինակել է հայոց եկեղեցին հիմնարար աշխատությունը։ Յուրան գործունեությունը կարևոր ներդրում է հայ եկեղեցական ու գիտական մտքի զարգացման մեջին։ Արևմտյան Հայաստանը տարածքում գտնվող շուրջ 12,000 տնվա հնություն ունեցող Պորտասար հնավայրի վերաբերյալ թեզա աղմկահարույց պնդումներ են շրջանառվում։ Ըստ տարածվող տեղեկությունների արհեստական բանականության միջոցով ըրված 3D լազերային սկանավորումն տվյալների վերլուծությունը բացահայտան հանգամանքներ վեր կասկածի տակ են տիրում Քյոնյա մարդկային հասարակությունների տեխնոլոգիական հնարավորությունների մասին ընդունված պատկերացումները։ Հնավայրում հայտնաբերված տեղաձև կրաքարե սյուները կշռում են մինչև 10 տոննա ու զարդարված են բարձրաքանդակ կենդանական պատկերներով։ Որոշ աղբյուրներ պնդում են Հայությունների իրան հայտնաբերված հետքերի լիովին համապատասխանում չեն պարզ քարե գործիքների օգտագործմանը հունցունեմ մատանշման գրեթե իդեալական երկրաչափական դասավորվածություն։ Միևնույն ժամանակ գիտական հանրույթում այս պնդումները դեռևս օնիվեջ միանշանակ հաստատում։ Մասնագետի մեծ մասը գտնում է վերհուշարձանը հնարավոր է կառուցվածինի նեոլիթյան ժամանակաշրջանի մարդկանց կողմից հայտնի գործիքների կամ կազմակերպված գործի շնորհիվ։ Պորտասարը շարունակում է մնալ մարդկության հնագույն ու խորհրդավոր կառույցներամինը, առաջ բերելով թեզահարցեր անցյալի քաղաքակրթությունների զարգացման վերաբերյալ։ Տեղեկացնենք վեր մեր Հայաստանը պատմություն գրքաշարի Ղարադաղ հատորի շնորհանդեսը 2026 թվականի փետրվարի 26-ին ժամը 6-ին։ Միջոցառումը Արմեն Հախնազարյանի անվան դահլիճում է 9-ական հասցեն Նիկոլ Դուման 16/1 սիրով հրավիրում ենք սաղիթ մասնակցելի։ Սոցիալական ցանցերում տարածվել է հրապարակում վերին հեղինակը հղում ունելա միջնադարյան տարեգրություններին պնդումաթա ներկայիս Բաքվի տարածքում պատմականորեն բնակվան օղուզական ու այլ թուրքալեզու ցեղեր, կարակոյունլու, ակոյունլու այլ խմբեր վեր տարածաշրջան տեղափոխվել 13-ից 14-րդ դարերում։ Հրապարակման հեղինակը ներկայացնում է տեսակի հետ համաձայն վերի այդ պատմական գործընթացները կարել չեն հիմք հանդիսանան Արցախատարածքային պատկանելիության մասին ժամանակակից հայտարարությունների հետի։ Թեման շարունակում է ակտիվ քննարկվել հանրային ու ակադեմիական շրջանակներում ընդգծելով տարածաշրջանի պատմության բազմաշերտ ու բարդ բնույթը։ Ջավախքապատմամշակութային հուշարձանները այսօր ներկայացված են մեր հիմնադրամի Armenian Architecture ORG կայքեջի ինտերակտիվ քարտեզում։ Կայքեջը ներկայումս ներառում է 10,620 հուշարձան, 2,228 տեղանուն, 13,697 նկարներ, 7,950 տեղեկատվական ձևաթուղթ։ Տվյալները շարունակաբար թարմացվում ու համալրվում են թեզա նյութերով, ապահովելով հայկական ճարտարապետական ժառանգության համակարգված ու հասանելի ներկայացում։ Ռոմաշկան համարվում է ամենաօգտակար բուժիչ բույսերամինը։ Կարիք օգտագործիկ թա չայի, թա մաշկին քսելի, թա բերանի ողողման ձևով։ Ահա թե ինչու արժե ներառել առօրյայում կարգավորման նյութափոխանակությունը քեմագյանում գաստրիտի, սրտխառնոցի, բիկնիվայծության ու գազերին վախտը։ Կշտնում է խոլեստերինը, նպաստում է արյան մաքրմանը, ճարպերը, պայքարում է անքնության դեմ, հանգստացնում է նյարդային համակարգը, վերականգնում մաշկը, սարքման նուրբ ու մաքուր։ Քեմագյանում աշկերին գրգռվածության վախտը, մեղմակարմրությունը, քորը, մի բաժակ ռամաշկին չայը կարետառնա ձեր առողջության բնական պաշտպանությունը։
Սիրելի հայրենակիցներ, սրվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։